Գիրք Ծննդոց, գլուխ 7. Եվ Եհովան ասեց Նոյին. մտիր դու և քո բոլոր տունը տապանի մեջ, որովհետև այս դարի մեջ քեզ տեսի արդար իմ առաջին։ Ամեն մաքուր անասուններից քեզ համար 7 հատ առնես, արու և նրա էգը, իսկ այն անասուններիցը, որ մաքուր չեն, 2 հատ, արու և նրա էգը։ Երկնքի թռչուններիցն էլ 7 հատ, արու և էգ, բոլոր երկրի վրա սերունդ ողջ մնալու համար։ Որովհետև 7 օրից հետո երկրի վրա 40 օր և 40 գիշեր անձրև պիտի բերեմ, և ամեն էակ, որ արի, երկրի երեսիցը պիտի ջնջեմ։ Եվ Նոյն արավ բոլորը, ինչպես Եհովան պատվիրեց նրան։ Եվ Նոյը 600 տարեկան էր, երբ որ ջրհեղեղը երկրի վրա եղավ։ Եվ մտավ Նոյը և իր որդիքը, և իր կինը և իր որդկանց կանայքը իր հետ տապանի մեջ ջրհեղեղի ջրերի պատճառովը։ Մաքուր անասուններիցը և այն անասուններիցը, որ մաքուր չեն, և թռչուններիցը, և երկրի վրա ամեն սողացողներիցը զույգ արու և էգ գնացին Նոյի մոտ տապանի մեջ, ինչպես որ Աստված Նոյին պատվիրել էր։ Եվ եղավ, որ 7 օրից հետո ջրհեղեղի ջրերը եկան երկրի վրա։ Նոյի կենաց 600-րդ տարումը, երկրորդ ամսումը, ամսի 17-րդ օրը։ Նույն օրը մեծ անդունդի բոլոր աղբյուրները ճեղքվեցան, և երկնքի պատուհանները բացվեցան։ Եվ անձրևը եղավ երկրի վրա 40 օր և 40 գիշեր։ Հենց նույն օրը մտավ Նոյը և Նոյի որդիները, Սեմը և Քամը և Հաբեթը, և Նոյի կինը, և նրա որդկանց 3 կանայքը նրանց հետ տապանի մեջ։ Նրանք և բոլոր կենդանիներն իրանց տեսակի պես, և բոլոր անասուններն իրանց տեսակի պես, և երկրի վրա սողացող բոլոր սողուններն իրանց տեսակի պես, և բոլոր թռչուններն իրանց տեսակի պես, ամեն տեսակ թևավոր թռչուն։ Եվ մտան տապանը Նոյի մոտ զույգ ամեն մարմնից, որի մեջ կենաց շունչ կա։ Եվ մտնողներն արու և էգ մտան ամեն մարմնից, ինչպես Աստված նրան պատվիրել էր։ Եվ Եհովան նրա ետևիցը դուռը փակեց, և ջրհեղեղը 40 օր եղավ երկրի վրա։ Եվ ջրերը շատացան, և տապանը վեր հանեցին, և նա երկրիցը բարձրացավ։ Եվ ջրերը սաստկանում էին, և շատանում էին երկրի վրա, և տապանը ման էր գալիս ջրերի երեսի վրա։ Եվ ջրերը երկրի վրա շատ զորացան, և բոլոր երկնքի տակ լինող բոլոր բարձր սարերը ծածկվեցան։ Ջրերը 15 կանգուն վեր բարձրացան, և սարերը ծածկվեցան։ Եվ երկրի վրա շարժվող ամեն մարմին, թե թռչուն, թե անասուն, թե գազան, և թե երկրի վրա սողացող ամեն սողուն, և ամեն մարդ մեռավ։ Ամենը, որի ռնգացը մեջ կենդանության շունչ կար, այն բոլորը, որ ցամաքի վրա էր, մեռավ։ Եվ ջնջվեցավ երկրի երեսի վրա լինող ամեն էակ, մարդից մինչև անասուն, մինչև սողունը և մինչև երկնքի թռչունը, և երկրիցը ջնջվեցան, և միայն Նոյը մնաց, և իր հետ տապանումը լինողները։ Եվ ջրերը երկրի վրա 150 օր բարձրացած մնացին։